Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ մեր հզորագույն խոհանոցից։ Այժմ սկսել ենք մենք մի ընթացք, որի ժամանակ պիտի ներկայացնենք Հարագածոտնի մարզին բնորոշ կերակրատեսակները։ Եվ այդ գործում այսօր ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Հավանա ռեստորանային համալիրի ավագ խոհարար Համլետ Վարդանյանը։ Ողջույն Համլետ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Ես ուրախ եմ, որ չմերժեցիք եւ հրավերը եւ ներկայացար շատ լավ է եւ առավել ուրախ եմ, որ ներկայացնելու ես կերակրատեսակ հենց Արագածոտնի մարզին բնորոշ շատ հայտնի կերակրատեսակներից մեկը իհարկե, բայց դու կներկայացնես կերակրատեսակը, խնդրում եմ եւ կերակրատեսակը եւ բաղադրիչները թվարկես։ Անդրադառնալով ազգային խոհանոցին եւ ներկայացնելով Արագածոտնի մարզին բնորոշ կերակրատեսակները, այսօր կպատրաստենք աղդրած կողակձուկը պահածոյացված բանջարեղեններով։ Այո, աղդրած կողակձուկ Արագածոտնում սա շատ հայտնի մի երևույթ էր, նույնիսկ ապրիլի կարծեմ 15-ի մոտերն էր այդպես մարդիկ գնում էին ձիավորներ, տղամարդիկ ձիերով գնում էին Սևան կողակ բերելու եւ բերելու ժամանակ չհասած աշտարակ հավանաբար Եղվարդի մոտերը արդեն հրացանով կրակում էին, որպեսզի կանայք արդեն սկսեին ջուր, աղ եւ այլն ամեն ինչ պատրաստեն, որ հենց բերել եւ նախապատրաստել արդեն ժամանակ չձգվեր։ Շնորհակալություն, ապրես դու եւ Արիշտա ես նախատեսել որպես խավարդ։ Խավարդ, այո։ Ես ուզում եմ, որ մենք մեր հերոսատիտողներին նշենք քանի ժամ, քանի օր է աղ դրվել կողակձուկը։ Եթե չեմ սխալվում, կողակձուկը աղի մեջ 6 ամսից ավելի արդեն եղել, իրան ստերիլիզացնում են պահպանման համար, համարվում է ձմեռային կերակուր, ձկնորսությունից հետո այն շատ արագ մաքրվում, հետո մեկին մեկ եւ ավել քաշով աղով պատվում է տակառների մեջ, հնեցում է կատարվում, որպեսզի ձմռանը մթերքը պիտանի լինի օգտագործման։ Հիանալի, իմիջայլոց նաև պիտի նշենք, որ կողակը ցավոք սրտի համարվում է ոչնչացող, այսինքն վերանում է այս ձուկը, ցավոք սրտի, բայց սննդային արժեքներով շատ լավ ձուկ է։ Ինչից սկսենք եւ ինչում կարող եմ ես քեզ օգտակար լինել։ Մենք սկսենք առաջնահերթ պատրաստել կողակ ձուկը, այն նախ կկտրատենք, կբաժանենք մասերի, ես ձեզ կխնդրեմ կտրատել դդմիկը, կողակաձև եւ բիբարը նույնպես։ Նորից օղակաձև, շատ լավ։ Կողակձուկը արդեն նախորոք մշակված, աղ դրված վիճակում է, մենք այն մաքրել ենք, հիմա կբաժանենք մասերի։ Ես այս կողակը բաժանեմ 4 հավասար մասերի։ Ես հիշում եմ խորհրդային միջան ժամանակաշրջանում կողակը շատ էր կողակձուկը Սևանում եւ հատկապես հարգի էր կողակի գլուխը։ Այս հարգված մասերից մեկն էր խաշված կողակի գլուխը, բայց ինքն էլ իրենով շատ համեղ ձուկ էր, ասում էին, թե փուշը շատ է, բայց համը շատ համեղ էր, եթե լավ պատրաստել, եթե պատրաստել իմանան, աղ դրածը կարծեմ, որ արդեն այլ համեմունքների կարիք չի զգում, ճիշտ է, աղ դրած կողակձուկը արդեն այլ համեմունքների կարիք չի զգում, մենք նրա պատրաստման համար հիմա կօգտագործենք պահածոյացված մթերք, սակայն այս ժամանակահատվածում նաև հնարավոր է այն պատրաստել թարմ բանջարեղենով։ Այն նշեմ, որ թարմ բանջարեղենով պատրաստելու դեպքում մեր մոտ կանաչ լոբին առաջնահերթ պետք է շոգեխաշել, հետո նոր տեղափոխել ձկան հետ եփման, քանի որ ձուկը շատ արագ է եփվում, իսկ կանաչ լոբին համեմատաբար ավելի ուշ է պատրաստվում, դրա համար նախորոք պետք է այն շոգեխաշել։ Շոգեհարել, այո։ Այսինքն բամյա կանաչ լոբի մարինացված լոլիկ։ Մենք հենց կողակը պատրաստելու համար սովորական ջուր չենք օգտագործի, կօգտագործենք հենց լոլիկի մարինատի հյութը։ Հիանալի։ Սա նույնպես այդ պաշար անելու մեր ազգային այս հզոր մշակույթն է, սովորույթ, ավանդույթ, մշակույթ, կարծեմ
սխալ չենք արտահայտվում, պաշար անելու, այսինքն մեր մառանի պարունակությունը, որը թույլ էր տալիս 3-ից 4 ամիս մինիմում նվազագույնը, առանց կարելի ասել խանութ այցելելու, ապահովել ընտանիքի սննդի համակարգը։ Կողակը պատրաստելուց հիմա ավելացրեցինք կանաչ լոբին, արդեն պարածոյացված լոլիկը, նրա հետ եղած համեմունքները, կանաչին, կծու պղպեղը մանր եւ դափնու տերևը, նաեւ կավելացնենք բամյան։ Քանի որ մենք չկարողացանք հայթայթել մարինացված դդմիկ, մենք կօգտագործենք այսօր թարմ դդմիկը։ Մեր հայերի կողմից շատ սիրված, այսպես ասած, խռուստալ բիբարը։ Խռուստալ։ Այսինքն կծու պղպեղին սովորաբար ասում են փայլի ու տեսքի համար, խռուստալ բիբար են ասում։ Այո։ Տեղափոխենք արդեն տապակը դնում ենք կրակին եւ շոգ է հարվելու է, այսինքն գոլորշախաշ է լինելու։ Ավելացնենք դափնու տերևը։ Մենք հիմա կավելացնենք դափնու տերևը եւ հոտավետ բիբարը, որից հետո այն կտեղափոխենք շոգե խաշման։ Եվ պիտի օգտագործենք որպես խավարդ նաև արիշտան, չէ՞։ Այո։ Ռշտա, Արիշտա։ Այո, տնական ձևի, տնական պատրաստված արիշտան։ Արիշտան որպես խավարդ կմատուցենք ձկան հետ, նախ ջուրը եռացնենք հասնելով եռմանաստիճանի, որից հետո արիշտան կտեղափոխենք կացայի մեջ, եփելուց հետո այն կխառնենք կարագով ու կմատուցենք արդեն մեր ձկան հետ ընդհանուր ափսեով։ Միայն կարագով, մենք ոչինչ չենք ավելացնելու արիշտային, չէ՞։ Չէ, ոչինչ։ Քանի որ նա նույնպես համարվում է ձմեռային ուտելիք, նախապատրաստում է ձմեռվա համար եւ պատրաստման գործընթացի մեջ բավականին աղ է օգտագործվում մթերքի ճիշտ պատրաստման համար, դրա համար կարիք չկա այն ավել համեմել։ Մենք շատ ենք խոսում տարբերությունների կամ յուրահատկությունների մասին ազգային խոհանոցների։ Բնականաբար բոլոր ազգային խոհանոցները աշխարհի արժանի են հարգանքի եւ մենք պարտավոր ենք հարգանքով վերաբերվել բոլոր ձեր մտքում որ ազգը կա խնդիր չկա, բայց տարբերություն այնուամենայնիվ կա եւ մենք շատ ենք խոսում մեր այսինքն որոշակի տարբերությունների մասին, բայց իմ կարծիքով ամենասկզբունքային տարբերությունը դա արդյոք առկա է այս կամ այն ազգի մառանը թե ոչ, այսինքն կացութաձևը, այսինքն այդ ազգի ինչով է զբաղվում, եթե կա մառան, ուրեմն ազգը եւ ազգաբնակչությունը ունի մշտական բնակության վայր եւ նստակյաց է։ Եթե չունի մառան, այդ մառանի պարունակությունը իր այդ հեծածի հետևում է, այսքան մի փոքր բան, բնականաբար այդ խոհանոցը հարմարեցած պիտի լինի այդ փոքրիկ ինչ որ այո բանը։ Սա մենք հենց այս կերակրատեսակի ձևով օրինակով երևում է, որ դեռ նախնական մշակում է անցել համարյա բոլոր մթերքները եւ պահպանման համար հարմարեցվել է պահպանել 4-5 ամիս առանց որևէ առանց սարքավորումների, սառնարանային ինչ-որ սառնարանային սարքավորումներ կա։ Այս հանգամանքը ամենակարևոր հանգամանքն է, երբ որ մենք խոսում ենք յուրահատկությունների մասին եւ խոսում ենք առանձնահատկությունների մասին ազգային խոհանոցների։ Համլետ ջան, բնականաբար մենք որոշակի ժամանակ ունենք։ Այո, մենք 20 րոպե պետք է սպասենք։ Եվ հենց որ երրած իջեցնելու ենք կրակը, թե ձկան, թե բարձր ջերմաստիճանի տակ պիտի մի փոքր իջեցնենք ջերմաստիճանը, որոշակի ժամանակ հետո այն պատրաստ լինի։ Տևողությունը մոտ 20-ից 25 րոպե է, քանի որ արդեն մեր ձուկը մշակված է ու ստերիլիզացված է, այն ավելի շուտ ու ավելի հեշտ է պատրաստվում։
Մենք կընդմիջվենք երևի մի 4-5 րոպե այդ երրան process-ը գալու համար եւ կմիանանք մի 4-5 րոպե հետո, բայց այնուամենայնիվ մեր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել եւս մեկ անգամ, բարեկամներ, այս հարթակը Արարատյան խոհանոց ստուդիայի հարթակը հենց այն վայրն է, որտեղ մենք ոչ միայն կարող ենք մեր ուսումնասիրությունների արդյունքը ներկայացնել, այլ նաև փոխանցել երիտասարդ սերնդին, այլ նաև ինչու՞ չէ երիտասարդ խոհարարներին, հեռանկարով խոհարարներին հնարավորություն ստեղծենք, որպեսզի դրսևորվեն որպես խոհարար։ Այնպես որ վաղը կամ մյուս օրը Համլետի փոխարեն կարող են լինել ձեզանից յուրաքանչյուրը։ Շնորհակալություն։ Համլետ ջան, արդեն այդ 4-5 րոպեն անցավ, եռում է ջուրը, որ պիտի պատրաստենք արիշտան, նաև շոգեխաշվում է արդեն ձուկը։ Ինչ ենք անում հիմա։ Հիմա մենք արդեն, քանի որ կացրի ջուրը արդեն եռում է, մենք պատրաստենք արիշտան։ Ինչ ես կարծում, տարբերակներ արիշտայով պատրաստվող կերակրատեսակների մեր խոհանոցում այնուամենայնիվ արտացոլվում է այն կարևոր դերը մեր խոհանոցում արիշտայի այդ նրանով պատրաստվող կերակրատեսակները համապատասխանում են այդ բազմազանությանը, թե ոչ։ Բազմազանությունը ոչ այդքան, հիմա փորձում ենք ավելի ժամանակակից ձևով մատուցել, այսպես ասած իմպրովիզներ անել։ Այո, աշխատել արիշտայի վրա, ինչու ոչ ձավարի, հաճարի վրա, այսինքն այդ հատիկավորները նաև արիշտայի, այն ինչ աշխարհում իրականացվում է, հատկապես իտալական խոհանոցում, հարկավոր է այդ նույն փորձարկումները, այդ մշակումները իհարկե լավ կլինի լաբորատոր վիճակի մեջ, բայց նաև այսպես խոհարարական այս հարթակներում նոր մշակումներ իրականացնել եւ ցույց տալ մեր հասարակությանը։ Միանշանակ պետք է ազգային մեր խոհանոցը զարգացնենք, ոչ միայն ապրենք նրանով ինչը որ ունենք, այլ եղածը ավելի զարգացնենք ու առաջ տանենք, այսինքն ունենք իմպրովիզի հնարավորություն, կարող ենք փորձարկել, ստեղծել ու մատուցել։ Վերջերս ես հանդիպեցի նորից հարթակներից մեկում երիտասարդ մեր հայ խոհարարներից Խորեն Հարությունյանը հենց քննարկման էր հրավիրել խոհարարներին, արդյոք նոր պատրաստվող կերակուրները կարող են համարվել հայկական։ Ինքը օրինակ է բերում ստեյքի հայկական տարբերակ։ Ես կարծում եմ, որ այո, եթե օգտագործվում է տեղական մթերքը, եթե օգտագործվում է մեր տեխնոլոգիան եւ պատրաստողը ազգությամբ հայ է, ուրեմն այդ կերակրատեսակները նույնպես կարող են իրենց տեղը գտնել մեր ազգային խոհանոցի մեջ։ Եվ խոհանոցը ընդհանրապես ստատիկ վիճակ չէ, որ ասենք ինչ ունենք, մի 5000 տարի առաջ դա է եւ մենք այլ չունենք։ Միանշանակ ես կողմնակից եմ Խորենի որոշմանը, նաև աջակցում եմ այդ քայլին, ես նույնպես ցանկանում եմ մեր հայկական խոհանոցը ավելի զարգացնել ու մոտիվացնել դեպի նորին, դրա համար նույն հումքը որպես այդպեսին կարող ենք օգտագործել մեր հայկական արիշտան, ինչու՞ չէ նա կարող է լինել մրցակից իտալական պաստաներին, ընդհանրապես պետք է մտքի թռիչք ու լավ համեղ ձեռք ունենալ պատրաստելու համար։ Կարծում եմ շատ երկրներ կցանկանային երազային, որ մեր բնամթերքի նման էկոլոգիապես մաքուր համեղ մթերք ունենային։ Այս ընթացքում ես ուզում եմ հյուրասիրել բնական ռեհանի թույլ գազավորված զովացուցիչ ըմպելիք, էկզոնատ, որը շատ օգտակար լինելով հանդերձ, նաև նպաստում է մարսողությանը, վկնածության դեմ է լավ պայքարում եւ բնական է, քանի որ շաքար չի պարունակում, այլ մեղրախոտով է այդ համը ստացվել, այնպես որ խնդրեմ փորձիր։ Շնորհակալություն։ Այստեղ նորից արկա է մեր Արարատյան դաշտավայրի կենարար արևի կենարար բույրը։ Եվ պատրաստենք արդեն
ափսեն, հա։ Այո, մենք կարող ենք արդեն պատրաստել ափսեն, քանի որ մեր ձուկը արդեն շոգի խաշված է, գրեթե պատրաստի վիճակում է։ Սկսենք ձևավորել ու մատուցել նախ ձուկը, մինչ այդ ընթացքում արիշտան կպատրաստվի։ Հիանալի։ Շատ հետաքրքիր է։ Մենք աղ դրա ձուկը ունի յուրահատուկ համ, այսինքն բույր, նաև մի քիչ ընդգծված, չէ՞, ձկան, որը շատ, բայց այս բանջարեղենը, այս պահածոյացված մթերքները, այդ բույրը հատկապես վատ բույրերը չեզոքացրել են։ Ավելի ախորժալի է դարձել։ Այո։ Ասեմ, որ նույնը կարելի է պատրաստել նաև թարմ մթերքով, բայց ամենակարևորը հիշում ենք, որ այդ պարագայում անհրաժեշտ է օգտագործել աղ։ Այո։ Նաև որոշակի համեմունքներ, որ առկա է այս մարինացման պրոցեսի մեջ։ Բարեկամներ, դե պատկերացրեք այստեղ բամյա, լոբի, դտմիկ, կծու-պղպեղ, մարինացված լոլիկ եւ պատկերացրեք ձուկ եւ իհարկե լավ նպատակասլաց երիտասարդ մտքերով լի խոհարար պատրաստող։ Ինչ կստացվի դրանից։ Կստացվի մի հիանալի կերակրատեսակ։ Ես ոնց հասկացա, այստեղ Արիշտայի համարեստ։ Ճիշտ է, մեր հիմնական ուտեստը արդեն պատրաստ է, հիմա անցնենք արդեն արիշտային։ Այո։ Տեսնենք ինչ վիճակում է այն։ Արիշտան նույնպես գրեթե պատրաստ է։ Մենք կարող ենք քամել։ Սա էլ արիշտան։ Մեր արիշտան պատրաստ է, հիմա արիշտան կարագով խառնենք, որպեսզի այն մատուցենք։ Շնորհակալություն։ Ավելացնում ենք կարագ։ Եվ այստեղ նշենք, որ կարագը երկար ջերմային մշակման կարիք չունի, ավելին ասեմ, որակական կորուստ է ունենում, որևէ կերակուր, լինի դա ապուր, մենք օգտագործում ենք թանապուրի մեջ, չէ՞, նույնիսկ կարագի վերջում, կամ քաշովիների, փլավների մեջ, նույնպես վերջում լսում ենք, համահոտային հատկանիշների հետ միասին լավ է պահպանում նաև նրա սննդային արժեքները։ Կարծում եմ բավական է։ Այո։ Այսպես։ Մենք ունեցանք բանջարեղեններով, նաև քաշովիով արիշտայի կողակ ձուկը, ինչպես նշեցինք, Արագածոտնի տարածաշրջանին բնորոշ աղ դրած կողակով կերակրատեսակ։ Համլետ ջան, ապրես դու, վստահ եմ, որ շատ ասելիք ունես, խնդրում եմ մեր հեռուստադիտողներին ինչ կցանկանաս, որ ինչ լինի, ինչպես սնվեն եւ ընդհանրապես սնվելու ճիշտ ձևը երբ ենք մենք կարողանալու մեր հասարակության հետ միասին իրականացնել այդ գործառույթը։ Ես մեր սիրելի հայազգին ցանկանում եմ լինել հայեցի, ապրել հայեցի ու սնվել հայեցի ու ամենալավն ու բարին եմ մաղթում։ Բարեկամներ, շատ կարևոր է սնվել ազգային խոհանոցով։ Սա ազգայնականություն, ազգայնամոլություն չէ, սա ուղղակի կենսաբանական պահանջ է։ Ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Համլետին այս լավ կերակրատեսակը պատրաստելու համար, բայց ամենակարևորը
նա ինչպես արդեն դուք հասկացաք, մեր ազգային խոհանոցը ուսումնասիրող այն երիտասարդների թվին է պատկանում, ովքեր իրենց ժամանակը հատկացնում են ուսումնասիրելու, վերականգնելու եւ փոխանցելու մեր ազգային խոհանոցը իրենցից հետո եկող սերնդին։ Շնորհակալություն, ապրես դու։ Աղ դրած կողակ։ Կողակ 1 հատ, դդմիկ փոքր 1 հատ, կծու պղպեղ 1 հատ, մարինացված բամյա 100 գրամ, մարինացված լոբի 100 գրամ, մարինացված լոլիկ 2 հատ, մարինացված լոլիկի հյութ 200 մլ, արիշտա 100 գրամ, կարագ 30 գրամ, դափնու տերև 2 հատ, հոտավետ պղպեղ 2 գրամ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, ազգային արժեքները շատ կարևոր են եւ դրա պահապանները մենք ենք եւ դրա համար է հենց միշտ նշում, որ հիշենք ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Ուզում եմ, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։